Մենք տաղավարում ենք եւ շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, կրկին հիշեցնենք, որ այսօր հունվարի 20-ն է, ինչու ենք շատ հիշեցնում, որովհետեւ այո, օրը հարուստ է կարևոր իրադարձություններով, Համլետ դու որպես գրականությանը շատ մոտ կանգնած մարդ, մի անգամ գիտես ինչ եմ լսել, չգիտեմ իհարկե համամիտ կլինես ինձ հետ թե ոչ, բայց ասում են գրել սովորում են գրելով պարզապես։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ժամանակին վախտի բերմամբ եւ իր ապրելակերպով եւ մտածողությամբ շարունակ գրել է ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, մենք իհարկե մանրամասն այսօր անդրադառնալու ենք նրան, որովհետև ծննդյան տարեդարձ է, բայց այս առիթով ունենք հրաշալի հյուր, ում հետ իհարկե հետաքրքիր մանրամասներով կշարունակենք մեր ընթացքը։ Մեր տաղավարում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Տիկին Արմենուհի Դեմիրճյանը, բարի լույս ջան։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք օրը սկսում։ Ամենայն հայոց բանաստեղծուհին այսօր 107 տարեկան կդառնար։ Եվ վստահ եմ սա միակ տիտղոսը չէ, որով իրեն պատվել են ժամանակին, եթե փորձենք ամփոփ ներկայացնել, ինչու է նրան համարում ամենայն հայոց բանաստեղծուհի։ Տիտղոսը արդեն կար, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը այդպես է կոչվում, ընդ որում մենք ունենք նաև ամենայն հայոց կաթողիկոս, մնում էր բանաստեղծուհին էլ ծնվել էր եւ ժողովուրդը պատիվը արեց, ինքնաբուխն է արժանացավ այդ կոչման, որտեվ սիրված էր եւ հայրենիքում, եւ Սփյուռքում, եւ շատ ժողովուրդների կողմից։ Նրա թարգմանություններից սպասում էին անհամբեր, որտեղ որ բանաստեղծություն էր տպագրվում, օրինակ ռուսական միջավայրում անմիջապես անգիր էին սովորում։ Ես դրա ականատեսը եղել եմ։ Փորձը ցույց է տալիս, որ թե Հայաստանում, թե առհասարակ համաշխարհային գրականության մեջ շատ մեծ, այսպես համբավ են վայելում եւ համարվում են օրինակ ամենայն բանաստեղծներ այն ստեղծագործողները, ովքեր որ գրել են արժեքների մասին, հա, այս դեպքում իհարկե, չգիտեմ, հայրենասիրական ոգու մասին, մարդու մասին, ով պիտի պահպանի այն կարևոր արժեքները, որոնք գալիս են արմատներից եւ վառ օրինակներից մեկն էլ հենց Սիլվա Կապուտիկյանն է, մի փոքր նրա ստեղծագործական առանձնահատկության մասին, որ այդքան համամարտկային է ու մեծ այս դեպքում։ Հրաշալի հարց եք տալիս, որ հենց գրականության երակից եք ուզում բռնել, եւ պիտի ասեմ, ինչու փոքր տարիքում մենք շատ հանգիստ սովորում ենք մեծ չափի բանաստեղծություն, ասենք ես իմ անուշ Հայաստանի, Ալեքսանդրյան չափն է 16 վանկանի բանաստեղծություն։ Նույն հոգեհարազատությունը չափի տեսակետից խոսքին որդունն է, էլի Ալեքսանդրյան չափ 16 վանկանի բանաստեղծություն։ Եվ եթե ես իմ անուշը սովորելիս մարդը իր առջև բացում է Հայաստանը պատկեր առ պատկեր, ամբողջ աշխարհագրությունը, սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, ապա Սիլվա Կապուտիկյանը այդ պատկերները դնում է ժամանակի մեջ, ընդ որում տիեզերական չափի ժամանակի մեջ, կտրել է նա հանց աստղալույս երկինքները ժամանակի, շառաչել է խռովահույս Սլացքի հետ Հայկյան նետի։ Դուք տեսնում եք ինչ թափ է, մտքի ինչ թռիչք է, եւ երեխայի հոգեբանությունը արդեն քանի տարի է դրա մեջ եմ, չէ՞, թանգարանում գալիս խմբովի արտասանում են։ Ես տեսնում եմ, որ հեշտ է տրվում, հեշտ է, որտեղ իրականի մասին է, ու նաեւ գեղեցիկ է ասված, նաեւ պատկերավոր է ասված։ Այս Կապուտիկյանի ոսկե հատիկն է, խոսքը ասել պատկերավոր, գեղեցիկ, չափի մեջ, հանգի մեջ, ու նաեւ պետք է ասեմ, որ ասում են գլխից են բռնում խոսքը, նրա առաջին տողը այդպես է, սկսվում է հենց բացահայտումով, նա չի թողնում վերջին ակորդը ուժեղանա, նա հենց ուժեղ տեղից սկսում է, լսիր որդիս պատգան որպես, կամ սիրո անհուն առեղծվածը չեմ կարենում հասկանալ, սերը կորուստ թե մի գանձ է չեմ կարենում հասկանալ, կամ ամփույթ ապրեցի ես կյանքս բոլոր մանուկի նման եւ թագուհու պես։ Զգում եք, առաջին տողը ինչքան ուժեղ է, այսինքն մարդուն չի տանջում միջև վերջ հասցնելու, հենց սկզբից նա տալիս է բանալիները։ Այս ամեր բանաստեղծուհու առանձնահատկությունն է։ Մի անգամ ասել է, որ բարձր խոր տառապանքն է, որ սնում է իսկական արվեստը։ Ու հետաքրքիր է, ինչ տառապանքներ ուներ Կապուտիկյանը, եւ ո՞րն էր իր հիմնական պոետական տառապանքը։ Դե, եթե մարդ էակի մասին խոսենք, ինչ շատ բան տվեց բախտ աշխարհում, միայն չտվեց երջանիկ մի սեր։ Ահա, առաջին տառապանքը երևի սա էր, որ ասպետական գրող, Կլեոպատրա գրող բանաստեղծուհին ամեն դեպքում իր մարդկային սերը չտեսավ, չարժանացավ այդ բախտին։
Եվ հետո մեր ժողովրդի ծանր ճակատագիրը, որ նախորությամբ էր զգում, որտեվ մաշկով էր այդ ամեն ինչը քաշել, տեսել, որտեվ գաղթականի զավակ էր, մանից գաղթած ընտանիքում էր ծնվել, այսինքն եթե մենք պատմելով գիտենք, ինքը դրա մեջ է եղել 4 տարի հետո, Եղեռնից 4 տարի հետո է ծնվել 19 թվականին, եւ հետո առհասարակ ինչ որ բնութագրում է մարդում, փիլիսոփայորեն եթե նայենք, բոլոր այդ տառապանքների թելերը նա կարողանում էր հատ-հատ զգալ, տեսնել եւ իր սրտի միջով էր անցկացնում։ Այս բոլոր տառապանքները միահյուսվում դառնում են կապուտիկյանական պոեզիա։ Իսկ մենք այսօր դեռ առավոտից խոսում ենք ստեղծագործելու համար կարևոր գրավականի մասին, որը տառապանքն է բոլոր տխուր ուրախ ու լավ իմաստներով։ Եկեք դիտարկենք երկու կարևոր բան՝ արձակագիր եւ դրամատուրգ։ Գիտեք, դրամատուրգիա նյութը դառնում է նաեւ այն դեպքում, երբ այդտեղ կա երկխոսություն, կա շփում եւ կան հույզեր ու ապրումներ։ Այս դեպքում իհարկե որպես արձակագիր միանշանակ ընդունում ենք բոլոր իմաստերով, բայց որպես դրամատուրգ ինչ կասեք նրա մասին։ Մի փոքր բացահայտեք, որպես ամենօրյա կապուտիկյանական տրամադրության մեջ լինող մարդ։ Որովհետև մենք իրեն որպես պոետ գիտենք հիմնականում։ Ինքը ճիշտ ասած վերջին շրջանում անդադար կացուկամի մեջ էին դնում, ասում են դուք նաև արձակ եք ստեղծագործում, հիմա դուք արձակագիր եք, թե բանաստեղծ, ասում են ես եղել եմ կամ եւ կլինեմ իմ ազգի բանաստեղծուհին։ Բոլոր դեպքերում այդ երակը ամենահորդումն էր։ Բայց ասեմ ձեզ, որ հրաշալի տեղյակ եք նաև նրա դրամատուրգիային, կարծում եմ, որովհետեւ նա բախտը փորձեց նաև այս ասպարեզում եւ այնպեսի շռնդալից հաջողության հասավ Դուել Բրուտոս, այդպեսի մի պիես էր գրել, որը էկրանավորեցին, այսինքն հեռուստաթատրոնը բեմադրեց։ Եվ Կապուտիկյանն ասում է, ով ինձ չգիտեր, ով ինձ գիտեր, բոլորը միանշանակ Դուել Բրուտոսով էին ճանաչում, սկսեց ինքը իրեն խանդել, ասում է պոեզիաս թողել են, արձակս թողել, ճամփորդական նոթերս միայն Դուել Բրուտոսից են խոսում։ Ցավոք հմեկում ես հարցում եմ արել, թե որտեղ է, չենք կարող մի անգամ էլ նոր հասարակության համար բեմադրել Դուել Բրուտոսը, անցումային շրջանի բարքերն են, ինչպես կարող է մարդը երկու երես փոխել, 10 երես փոխել եւ այլն, շատ այսպես արդիական է նաեւ այսօր, բայց ոնց որ թե դեռ չեն գտել։ Բայց գուցե գտնվի։ Ձեր օգնությամբ կարծում եմ պետք է որ գտնվի։ Իրականում Կապուտիկյանը բազմաթիվ տաղանդներ է ունեցել ու ճիշտ է որ նաև ժամանակին ցանկացել է կոնսերվատորիա ընդունվել ու հետո չի ստացվել, որովհետև քննությունը չի անցնել, այդ պատմությունը ճիշտ է։ Ճիշտ ասած երաժշտական դպրոցի մասին է։ Կոնսերվատորիան մեր երևակայության մեջ մենք աճեցնում ենք։ Նա դեռ շատ փոքր 7 տարեկան կամ 8 տարեկան երեխա ինքնուրույն գնացել է որ ընդունվի երաժշտական դպրոց։ Եվ նրան հարցրել են. «Բալիկ ջան, դու նոտաները գիտես»։ Իհարկե ասել է. «Այ բեն գիմ դա»։ Եվ դե իր համար անհրաժեշտ իրեն անհրաժեշտ նոտաները գիտեր։ քննություն վերցնողները մի քիչ այսպես երաժշտական այդ ոլորտը քննություն ընդունող կարծում եմ մի քիչ մեծամտություն է դրսևորել եւ ասել է չէ բալիկ ջան գնա դո ռե մի ֆա սոլ լա սի դո սովորի բայց հետո մանդոլին նվագել է սովորել բայց ինքը այո իր սերը դաշնամուրի հանդեպ ասում ամբողջ փողոցում դաշնամուր ունեցող չկար գոնե գնայի մի ձեռքով այսպես սովորեի մանդոլին է գնել տալիս մայրիկը առնում է բայց ասում է ուսուցիչս էլ այնքան շատ էի սիրում Հարևան Ռուբենի փողոցում էր ապրում, տատիկը նստում եւ ջարդում է մանդոլինը, թախտի վրա դրված է լինում, այդպես ընդհատվում է։ Բայց երբ Ստալինյան մրցանակով նա դաշնամուր է առնում, ընդ որում թանգարանի ամբողջ կահույքը, իր տան ամբողջ կահույքը նա առնում է այդ մրցանակով 50,000 ռուբլի, դուք պատկերացնում եք 52 թվականին այդպեսի մեծ փող։ Հսկայական, այո, ահա։ Նա գնում է դաշնամուր եւ սկսում է մանկության երազանքը ինչ քաղցր բան ունի, չէ՞։ Մի ձեռքով, հետո ձախ ձեռքով դաշնակը այսպես պահելով կարողանում է հարմոնիա ստեղծել եւ շատ լավ նվագում էր կյանքի վերջում մենք արդեն նրան տեսել ենք հաճելի նվագելիս։ Գիտեք, պոեզիան եւ երաժշտությունը կարծում եմ այսպես անբաժան մաստիկներ են այս դեպքում, այնպես որ շատ տրամաբանական է, որ անդադար այդ ցանկությունը եղել է որևէ երաժշտական գործիքին մոտ կանգնելու։ Մենք խոսեցինք նրա տան մասին արդեն, տուն թանգարանը նրա մահվանից 3 տարի հետո է սկսել իր գործունեությունը, որտեղ նա ապրել է վերջին կյանքի իր 30 տարիները։ Մի փոքր ըստիս հետաքրքիր կլինի ներկայացնել այն հետաքրքիր իրերը, կարևոր իրերը, որոնք առանձնահատուկ են ու արժի նաև ներկայացնել մեր հեռուստադիտողին։
Գիտեք ինչ, ասում են թատրոնը սկսվում է նախասրահից, չէ՞։ Այո։ Մեր թանգարանն էլ սկսվում է մեր դռնից, որի վրա Կապուտիկյանը բանալիով զանգ է դրել, որ անկախ հոսանք լինել չլինելուց միշտ զանգը բարձր հնչի։ Եվ նա անգամ երբ կաթված տարավ, ուղեղի կաթված 2002 թվականին, զանգը նրան ոտքի էր հանում եւ նա դժվարությամբ առաջին շրջանում, հետո արդեն հանգիստ մոտենում էր դռանը եւ գաղտնի ուրեմն գրպան ուներ, փող էր պահում միշտ, տիկի Ռաֆլետան Մուրաքրոջի աղջիկը ասում է, գալիս էր ասում, ով Ռաֆլետ ջան, 1000 դրամ տվեցի գնացին։ Ասում էի, տիկին ջան, ինչու եք ստում, չէ՞ որ դուք 5000 դրամ եք տվել։ Ուրեմն մեր դուռը ինչքան կարևոր դուռ է, ինչքան կարոտյալներ են եկել հասել եւ Կապուտիկյանը ոչ մեկին ձեռնունայն չի ճանապարհել։ Բացառությամբ, այսպես առանց բացառության պիտի ասեի, առանց բացառության այդպես է եղել։ Իսկ թանգարանը, գիտեք ինչ, եթե մենք այսպես համբերատար ունկնդիր ունենանք, 3 ժամը չի բավարարի ներկայացնելու։ Ամեն պատ, ամեն անկյուն, ամեն ցուցանմուշ հետաքրքիր է եւ նա 4 այսպես թվային ման է պատրաստել, պատմում է, բացատրում է ամեն իրի մասին։ Հիմա այսօր նաեւ ասալայի ծնունդն է, եթե ուզենանք զուգահեռներ անցկացնել եւ ասեմ, որ մեր թանգարանում կա մի բացառիկ մարմարե ժամացույց, կանաչավուն մարմարե ժամացույց, որ նրան նվիրել են ասալայի տղաները, երբ նա գնացել է Աթենք եւ գաղտնի հանդիպել է 4 երիտասարդների հետ։ Այլ նվերներ եւս կան, չէ, որովհետեւ Չափից դուրս շատ, օրինակ Իսահակյանի նվիրած ոսկեջրած գդալները կան, Պարուս Սևակի նվիրած ոսկեջրած սաները Իդ միջավայրի մասին կուզենամ շատ խոսենք, երեք վերընթերցում էի բանաստեղծությունները ու հանդիպեցի մի բանաստեղծության, որը մինչև այդ չէի ընթերցել, Լուսինե Զաքարյանի հիշատակին իր բանաստեղծությունն էր ու հետաքրքիր է, ինչպիսին է եղել Կապուտիկյանի միջավայրը, ովքեր են եղել այն մարդիկ, որոնք իրեն շրջապատել են, արդյոք դա այն բոհեմն է, որը մենք պատկերացնում ենք մեր մտքերում։ Մի քիչ էլ ավելի, մի քիչ էլ ավելի, այո։ Երբ նա դուրս է գնացել, օրինակ Բելլա Ախմադուլինայի նման այսպես զարմանալի մարդը ծունկի է իջել, համբուրել ձեռքը եւ ասում է զգում էի, որ իմ հետևից ինչ որ էներգիա է քաշում, շրջվեցի, տեսա մի զարմանալի կնոջ, սպիտակահեր, փառահեղ եւ ասացի՝ միթե չես ճանաչում, սա Վիլիկա Էրնացկը պոետեսա մեծագույն հայ բանաստեղծուհին է եւ ասում է ծնկներս դողացին իջա։ Այնպես որ նրա շրջապատը այստեղ Հայաստանում ամենամեծ մարդիկ են։ Եթե կենթանի մնար մեր ամենայն հազու բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, հաստատ նրանց ճանապարհները կխաչվեին, ինչպես խաչվեց, ասենք, Ավետիք Իսահակյանի հետ Կապուտիկյանի ուղին։ Այսպես դուստր եւ հայր հարաբերություն է ձևավորվել նրանց միջև։ Պարուս Սևակն էր մտերիմ ընկերը, Համո Սահյանը, Սերո Խանզադյանը, ում որ գիտեք, ու նաև երգիչներից, երաժիշտներից, Խաչատուր Ավետիսյանը, որ անընդհատ երգեր էր գրում, Վազգեն առաջինը։ Նաև Վազգեն առաջինը, այո։ Եվ նրանք հարևաններ էին, մեր հարևանությամբ է Վազգեն առաջինի Երևանյան ամառանոցը։ Ահա, նրանք երբեմն իրար հյուրասիրում են, երբ կաթողիկոս է գալիս էր, մտերմություն ունեին։ Այստեղ մենք նաև պետք է շատ հայապահպանման հետ կապված մի բան հիշատակենք, որ նա հայերենը որպես պետական լեզու պահպանելու կարևոր խնդրում ունեցել է մեծ դերակատարում, այո, սա չենք կարող չներկայացնել։ Կապուտիկյանի ներդրման մասին կարելի է անverջ խոսել, բայց ցավոք մեր եթերաժամը սահմանափակ է, շատ շնորհակալ ենք Տիկին Դավթյան, որ մեր բակից էլ կարող ենք կես րոպե խոսել, որովհետև պետությունը շատ մեծ գործ է անում հիմա։ Ես մի վարքյան ընդհանրապես, որտեղ դա մեր երազանքն էր բակը կարգի բերել, հիմա այնպեսի թափով աշխատանք է ընթանում, այնպեսի ծախսատար աշխատանք, մեզ եւ կաթողիկոսի բակը բաժանող Պարիսպը լրիվ վերանորոգվեց, եւ ես պետք է շնորհակալությունս հղեմ իմ վերադաս կազմակերպությանը, Գրականության արվեստի թանգարանին, Տիկին Խոջամիրյանին, նրա անմիջական ուղղորդմամբ քաղաքապետարանը ստանձնեց։ Այսինքն ամռանը հնարավոր է դուք գաք լրիվ ուրիշ բակ, արդեն նկարազարդված, արդեն կամ նկարազարդվող ընթացքի մեջ է։ Այնպես որ մենք ոչ թե դռնից, այլ բակից կսկսենք մեր պատմությունը։ Հրաշալի է։ Ինչպես Կապուտիկյանն էր ասում, դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի գործնելու, այնպես որ պետք է արժևորենք եւ բարձր գնահատենք այն շարագությունը, որը ստացել ենք ու վստահաբար լավ արիթ է Կապուտիկյանի տուն թանգարան եւս մեկ անգամ այցելելու։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Սիրով կսպասենք։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր անկեղծ ժպիտը թող անպակաս լինի, որովհետեւ դա մեծ հմայք է տալիս ձեզ
Սիրելի հեռուստադիտողներ, հիմա ձեզ էլ առաջարկում ենք հետևել լրահոսի մեր գործընկերներին, որովհետև տեղեկացած լինելը շատ կարևոր է, որից հետո մենք կրկին կլինենք եթերում եւ հետաքրքիր ընթացքով շարունակելու ենք Առավոտ լուսոն։ Բարի լույս բոլորին։